Հասկանամ լրագրողի իմ հետ բանավեճի մեջ է մտնում, թե հարց է տալիս։ Ես նորից եմ բացատրում եմ հստակությունը։ Ուրեմն, լավ, արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման բոլոր հիմնավորումները կար։ Եվ դա ներկայացված է տարբեր երկրներում նախարարությունները կան։ Այս դեպքում մենք ներկայացնում ենք եւ ասում ենք, որ մի քանի ամիս առաջ ստեղծել, այնուհետև նորից տալանջատել, ինքը գործընթացը չեն գտնում ճիշտ։ Լավ, եւ այդ տեսանկյունից մենք չենք գտնում ուրեմն մասնակցության մեր անհրաժեշտությունը։ Երկրորդ խնդիրը, որպես կանոն արտահերթ այսպիսի նիստերի հետ կապված մենք միշտ մեր ոչ դրական մոտեցումը արտահայտել ենք, որովհետև հապշտապ բերվում են օրենքներ։ Արշակցության արդյոք կառավարության հակասություն չի, երբ որ ասում են, որ պետք է օպտիմալացում լինի, կա նախարարությունների միանան դա արդյունավետ էին համարում, հիմա փաստորեն բաժանում են։ Եթե դուք մենք գտնում ենք, որ սա չի այս փուլում չհիմնավորված է եւ ըստ էության պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով։ Արդյոք ՕԵԿ-ը ներսրտած է, որ իրեն կոալիցիայի առաջ։ Ես կարծում եմ, որ դուք հասկանում եք ձեր հարցի ամբողջ ոչ այսպես կոռեկտությունը, նեղսրտացություն չկա եւ չի կարող լինել, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ճանապարհն է գնում։ Մենք ստեղծել ենք ձևավորվում է ըստ էության նոր կուսակցություն հայկական վերածնունդ 150 կազմակերպություններով եւ մենք գնում ենք առաջ։ Այսինքն ձեր հարցը ներողություն եմ խնդրում, ընդհանրապես ոչ մի հիմք չունի եւ չի կարող ունենալ։